Արման Թաթոյանը հայտարարեց օրերս եւ փաստերով ցույց տվեց, որ հակառակորդը դիրքային բարելավում է ունեցել նոր դիրքային բարելավում Վարդենիսում եւ Ջերմուկում։ Իշխանությունը իրավունք ունի նման հարցերը ժողովրդից թաքցնելու։ Իշխանությունները միայն ասում են ստում է ու ասում են Արման Թաթոյան կպիր գործի։ Միշտ էլ իրանք թաքցնում են, ինչ 18 թվից եկել է, չգիտեմ ոնց, բայց նրանք ամեն ինչը մանիպուլացնում են։ Հա, ասեց, հա, սուտ է, եսի մինչը ինչ-որ ղեկավարներից մեկն էր, ճիշտ է, հա, Պապիկյանն էր, ապրեք, հա։ Այդպես են Հա, դե ամենը պրոֆեսիոնալ սուտ խոսացողներն են, ինչ ասեմ։ Մեր այս ներկա կառավարությունը մանիպուլյացիայի վարպետ են։ Այսինքն միամիտ կամ մեզ վնաստանց კი չիմանանք մենք մեզ պաշտպանել։ Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հենց կակրած իր գործն է։ Ինչ նշանակություն ունի, որ ինքը այս պահին չի աշխատում այդ գործին։ Մեր բոլորի գործն է, դա ոչ թե միայն Արման Թաթոյան, իմ կարծիքով, սա մեր երկիրն է։ Եթե դու այդքան լավ ես, հերքի։ Դա Արման Թաթոյանին ասում են թող կպտի իր գործերին։ Այս հենց իր գործն է դա։ Հենց իր գործը այնա, որ ինքը բացահայտի։ Թող շարունակի Արման Թաթոյան ջան, նախ դու իմ սիմպաթիան ես, սկսենք տեղից։ Համել ինքը շատ ճիշտ աշխատող տղա է։ Դե մեր երկրում տենց հա չէ, որով մատ լավ աշխատում է Ղարաբաղյանի ժամանակից չմես ինչ տեղեկություններ անում, ոնց իրան կոտորում ստեղ ընդեղ։ Այ որ մի քանի 10 հատ 20 հատ ունենանք, չէ՞։ Չէ, չեմ ուզում քննարկեմ նմանատիպ հարցեր։ Պետք է հրապարակայնորենի ցույց անեն, ժողովուրդը պետք է իմանա եւ քաղաքական պաշտոնյա լինի, ով ուզում է լինի, հողերը չպիտի վաճառեք, այդ դիշով կեք։ Մեր արունով վերցրած հողերը, մեր արունով վաճառեն, մեզի մցնեն մսաղած։ Իմ մանկությանս ընկերը, իմ մարտական ընկերն էր, գերեզման չունեցավ։ Ես 6-րան եմ 3 պատերազմի մասնակից։ Ժողովուրդը պետք է ազգ բանակ դառնա։ Պետությունը պետք է ազգ բանակ ներկայացնի։ Դրանով մենք թշնամու դեմը կառնենք։ Իշխանությունը ոչ մի բարոյական իրավունք չունի ոչ մի բան ժողովրդից թաքցնի, ընդհանրապես, անկախ նրանից թե դուք ինչ եք ասում, վաբշե ոչ մի բան իրավունք չունի։ Շնորհակալ եմ ուշադրության համար իհարկե, ուշադրության արժանացնելու համար, բայց փորձեմ քաղաքականությունից դուրս մնալ։ Շնորհակալ եմ։ Իրանք պահում են շատ բաներ մեզնից գաղտնի։ Թող ապացուցեն, որ այդպես չի։ Բայց փաստը ինձ թվում է այդ է։ Շատ այդ խոսակցությունը գնում տարբեր բաներում, տեղերում, որ արդեն շատ տեղեր են գրավել իրանք։ Ցավալի է, բայց էսա փաստը սա է, շատ ցավալի է։ Որ են իշխանություն ունենք մենք։ Ես անձամբ չունեմ։ 77 տարեկան մարդ եմ, իշխանությունը ես չեմ տեսնում։ Դե ինչ ասեմ, քիչ-քիչ կքան Երևան էլ կմտնեն։ Հետո Մեկին, ոչ չեմ հավատում։ Բավարար քաղաքականությանը չեմ հավատում։ Երևի չեն ուզում ժողովուրդը քաոսի մեջ ընկնի։ Ժողովուրդը պետք կիմանա, մի տեղից կիմանա։ Քո թաքցնելով չի։ Ազից իշկան ուզում է թութ կատաշկա, էդի ի վնաս դաշտի տերինա հայ ազգինա։ Դե հատեսները տեսանք։ Կառակորդը մտել է մեր հողը, ուրեմն պիտի դուրս գա միանշանակ։ Իսկ իշխանությունը ինչու է թաքցնում, որ նոր ներխուժում է ունեցել 25 թվականի օգոստոսին։ Ամեն ինչ թաքցնում է, նորություն չի։ Ինքը ոչ մի բան չի ասում, ժողովուրդը չգիտի, սա պահում է թաքուն, հետո մի բան ասում է, բոլոր ժողովուրդներ դժգոհում են, բայց մեկ հատ մի բան անում է, դες չգիտեմ։